այս ժամանակացույցը հրապարակելու նաև նպատակն այն է, որ օրենսդրական նախաձեռնությունն ենք ամենայն դեպս շրջաբերական տարբերակով դատարանը ստացել է։ Ըստ այն դատախազությունը ևս ստացել է։ Եթե դուք չունեք, մենք կարող ենք 270.1 հոդվածը ավելանալու, որի քննության հստակ ժամկետներ է սահմանվում։ Դե պատասխան գործող օրենքով ենք։ Հիմա համաձայն կանխատեսել է որոշակի գործողություններ։ Պաստորը դուք ասում եք, որ պլան են դրել կողմից ասած դատարանի վրա։ Պարոն Քոչարյան, որևէ մեկը դատարանի վրա չի կարող պլան դնել։ Դատարանը առաջարկում է օրենքով, եթե օրենքով վաղը սահմանեն, որ այսօրվանից պետք է գործերը քննվեն եւ ավարտվեն 1 տարվա ժամկետում, ամենայն դեպս հանրապետությունում երկրորդ գործ, ես ականջալուր չեմ եղել, որ 876 վկա, 112 տուժող եւ շուրջ 7 տարի Դուք ասում եք ստացել եք շրջադերական, ես առաջ անգամ եմ լսում, որ դատարանները շրջադերականով են առաջնորդվում։ Շրջադերականով չեն Իսկ միշտ թվացել է, թե դատարան օրենքով պետք է առաջնորդվի։ Այդ շրջադերական կարող օրենք դառնալ, պարոն Քոչարյան։ Կարող է, թե չի կարող։ Ուսերեն ասում են, բաբնադուր ես կազալ։ Հիմա օրենք չի, դուք կոնկրետ այս դարիճում հայտարարում եք, որ շրջադերականով եք առաջնորդվում։ Ես առաջանք Նման բան չենք հայտարարել, պարոն Քոչարյան։ Սա առաջ Նման բան չենք հայտարարել։ Դուք եք ասում։ Չենք հայտարարել շրջաբերականով եք առաջնորդվելու։ Ասել եմ կա շրջաբերական օրենսդրական փոփոխության նախագիծ։ Լավ այդ նախագիծը դնենք մի կողմ, գործի քննության ողջամի ժամկետներ կա։ Ես դրա համար ստեղծում է տպավորություն, որ ինչ-որ բան եմ դրել։ Որն է ողջամի ժամկետը։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ասել ողջամի ժամկետը։ Ո՞ր է ողջամի ժամկետը։ 600 կամ 800 անկապ, անհասկանալի վկանները գործի մեջ մտցնողը մտածել է հետևյալ, որ ինչքան հնարավոր է շատ sense պիտի լցվի, ոչ թե պաշտոնական դիրք եւ այլ, սահմանադրական կարգ է տապալում, որ կարողանան տանեն կալանքի, որտեղ բանվարմություն անձնավորց է, եւ կալանքի տակ պահելով մի 10 տարի փոքր ասած ինձ պատի կալանքի տակ։ Նպատակը սա է։ Սա բան է արիերևույթ, ակնհայտ բան։ Դատարանի ցանկացած խոսք միանգամից այլ տեսանկյունից եք նայում, որ դատարանի ժամանակացույցն է հրապարակում, թե դատական նիստերը ինչ պատճառաբանությամբ նույն աչքերով են նայել։ Ինչպես։ Եթե դուք իմ տեղում լինեիք, նույն աչքերով են։ Եթե դուք ամենայն դեպս նախագահ դատավորի գործողություններում կողմնակալություն կամ ոչ օրենքին համապատասխան գործողություններ նկատեք, վստահ եմ համապատասխան փուլում կամ ցանկացած փուլում դատավորի կարող է բացակայել, պարոն Քոչարյան։ Դատարանը ընդհանրապես կողմերին տեղեկացրեց, որ մենք ամիսը 1-2 դատական նիստեր նշանակել։ Արդյունավետ դատալսումներ չենք կարողացել ամենայն դեպս անցկացնել։ Հիմա ես ուրիշ բան եմ ուզում ասել, ուղղակի սա բան է, մի քիչ ներածական բան է։ Հիմա շաբաթական 4 նիստ 2 ժամանոց կամ 2-ից 4 ժամանոց։ Դա նույնն է, թե նույնը չի։ Ժամանակի արդյունավետ օգտագործման տեսանկյունից։ Դրան գումարում ուղղակի մեզ այս բոլորի ստեղ գալ գնալը մի ժամ, ես օրինակ իմ համար իսակորից պետական ծառայությունով, բանով տիկնապահներով ես հիմա ասում եմ ձեզ, եթե ձեզ մտահոգում է ողջամտության խնդիրը, հիմա 4 ժամ, 4 նիստ 2 ժամ, 2-ից 4 ժամանոց, նույնն է։ Հիմա այդ շրջադերականը ինստրուկցիան չի կոպիտ ասում դատարանի։ Պարոն Քոչարյան, դա քննարկելու ենք, եթե կողմերը առաջարկել պայմանականորեն, որ ամիսի 3 նիստ անցկացնենք, բայց օրինակ կառավարության 11-ից մինչև 17:00 3 ընդմիջումով պայմանական, եթե մենք շարունակենք գործի քննությունը։ Դա ևս ողջամի առաջարկ կլինի եւ քննարկի դատարանի կողմից։ Հիմա դուք միանգամից դատարանը կողմերին օրենսդրական մենք ունենք գործի ողջամի ժամկետներ քննելու ավարտելու օրենսդրական Որոշում եք ես այս աշխատանք եմ գալ դատական։ Բանվասաբանների համար հասկանալի է։ Յուրաքանչյուր անգամ կարծում եմ անհրաժեշտություն չկա, որ դատարանը հիշեցնի, որ կան պարտականություններ դատավարության մասնակիցների կողմից, որ պետք է պարտականությունները կատարեն։ Որքան
այդ պարտականությունները այդ կարգավիճակը կրել է եւ ըստ այդ պարտականությունները կատարել ցանկալի չէ, այն դատարանը պետք է քննի, ծայր է քննություն, որ 3 հատորը պետք է ուսումնասիրի, համադրի եւ հաջորդ դատական նիստին համապատասխան որոշում կայացնի։ Դա եւս քննություն է։ Հասկացա, դատարանը գնա իր աշխատասենյակ համադրի, հաջորդ դատական նիստին կա եւ հրապարակի ընդունում է կամ չի։ Եթե ընդունեց, եթե չընդունեց, համապատասխան փուլում կկայացնի համապատասխան որոշում։ Դատարանի նախորդ որոշումը առանձին փաստաթղթի ձևով տրամադրեց ինչի համար, որի պարտականությունը չուներ, որ տարամեկնաբանության տարանքալմունքի տեղի չտա։ Եթե դատարանը ընդունի պայմանականորեն, յուրաքանչյուր անգամ չկրկնենք, եթե դատարանը պայմանականորեն ընդունի, մենք պետք է քրեական դատավորության օրենսգրքում սահմանված կարգով անցնենք հարցերի քննարկման, նախնական դատադասության ընթացքում սահմանված հարցերի քննարկման։ Հիմա այդ հարցերի քննարկման առաջի կետում նախագահ դատավորին բացառ կհայտնենք եւ գործը պայմանականորեն կմակագրվի, դատավորն ինքնաբացարկի կընդունի այլ դատավորի, դա եւս ընթացք է։ Եթե հաջորդ կետին ընդդատության հարց կքննարկվի, կորոշվի, որ դատարանը այս քրեական գործը պայմանականորեն պետք է քննի այլ մարզի այլ դատարան, դա եւս քննության ընթացք է։ Դրան հաջորդողը գալիս է քրեական հետապնդումը դատարեցնելու, վարորդը կարճելու հարցի քննարկումը։ Եթե լինեն համապատասխան միջնորդություններ, որոնք այդ պահին հնարավոր կլինի քննարկել, լուծել եւ համապատասխան որոշում կայացնել, կամ միջնորդությունը հետաձգել, դա եւս պարոն Քոչարյան, պետք է մենք քննենք, առաջ շարժվենք, որպեսզի հասկանանք, որ կետում դատարանը ինչ որոշում կկայացնի, ինչ որոշում կայացման համար բավարար թե ապացույցներ կլինեն, թե հիմքեր։ Ես ավելի մատչելի, սա պարտականություն։ Դուք հողում եք արել արհեստական բռնականության։ Հիմա ես էլ հողում անեմ։ Դուք նախկինում ես բազոնով չեմ ասում, շատ լավ։ Սորախ եմ, որ դատարանը ընդհանրապես խնդիրներ է, որպեսզի դատարանը տադին ու դերթացել, ես նայեմ ողջունելի է։ Հիմա ես դիմել եմ արհեստական բռնականության հետևած հարցադրումով։ Հնարավոր է արդյոք առանց քրեական դատվացի մարդ ունենալ մեղադրյալի կարգավիճակ։ Եվ արդյոք կա որևէ այս երկրագնդի վրա որևէ մի երկիր, որտեղ դա հնարավոր է, երկար երկրներից մեկը։ Շատ երկար աշխատելուց հետո, ամբողջ այդ big data մշակելուց հետո, ինձ ասել են սա աբսուրդ է, սա անհնար է, եւ չկա աշխարհում որևէ մեկ երկիր, որտեղ դա հնարավոր է։ Ամենայն դեպս եղած այս data-ի մեջ այդպիսի օրինակ արհեստական բանականությունը չի քթել։ Ես ասիք լավ պատմական իմաստով է հիմա կարող է դա եղել օրինակ 50 տարի առաջ, 60, 70 վերջի 100 տարվա ընթացքում այդպիսի օրինակ չի հայտնաբերել։ Հասկանում հիմա եթե մենք ողջամտության բանով շարժվենք, այս դատականիստը չպիտի գա։ Ես դեռ գալիս եմ, որովհետև հասկացա, որ ոնց որ չես գալիս ասում եք կուսակում է, բայց ես գալիս եմ ավելի շատ բարիկան դրսևորելով, բայց ներքին համոզմունքս, իմ ներքին համոզմունքը, որ ինչ անում ենք աբսուրդի մեջ։ Ստիպված եմ անում, որովհետև կա դատավոր, կա քրթություն, կա դատախազ, որը գալիս ասում ստիպանելով վերում է, մեղադրանքներ է տալիս, բայց արհեստական բանականության պատասխանը դա է։ Եթե սխալ է այդ բանականությունը, խնդրում եմ մեկ օրինակ բերեք, վերջի 100 տարվա ընթացքում, որևէ մի երկրում, մոտ 200 երկրում, այսպիսի օրինակ։ Պարոն Քոչարյան, եթե արհեստական բանականությանը հարցնենք, որ եթե պայմանականորեն քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը դիտավորության ծանր վնաս պատճառել, որ անզուգուշությամբ առաջացել է մարդու հակասահմանադրական ճանաչվի, այդ դեպքում մեղադրյալի նկատմամբ այլ մեղադրանք փոփոխելու հնարավորություն կարող է ընձեռել, չընձեռել։ Հիմա եթե պայմանականորեն արհեստական բանականությունը պատասխանի որ չէ, այդ անձը այլևս այդ պահից անբարդ է։ Դուք ո՞նց կմեկնաբանեք դա։ Տեսեք այլ մարմնական վնասվածքի հետ կապված օրինակ բերեցիք։ Այսինքն անձին դիտավորությամբ ծանր վնաս են պատճառում, որը անզուգուշությամբ առաջացրել է մահ, որը պայմանականորեն սահմանադրական դատարանը մի օր հակասահմանադրական ճանաչել։ Տեսեք ուրիշ օրինակ են բերում։ Դա եւս կարող են լինել անձինք, որ ասեն աբսուրդ է։ Անձին դիտավորությամբ մարմնական վնասվածք է պատճառվել, ուրիշ օրինակ են բերում, որը հակասահմանադրական է ճանաչվել։
Հիմա ես ընդհանրապես նախագահ դատավոր ընդհանրապես արհեստական բանականությանը հարցերու է, որ այս ծավալի քրեական գործ եթե լինի, որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քննենք ավարտենք։ Արհեստական բանականությունը մեկ շաբաթյա գրաֆիկով 2.5 տարի է նշել։ Ամիսի 2 դատական նիստ անցկացնելու դեպքում 4-ից 6 տարի։ Ամիսը 1 դատական նիստ անցկացնելու դեպքում 6-ից 8 տարի, եթե բոլոր դատական նիստերը կայանան։ Իսկ օրենսդրական փոփոխությունների նախագիծը կայանում է հետևյալում, որ գործերը պետք է քննվեն եւ ավարտվեն 1 տարի Նախագիծը։ Եթե նախագիծը, բայց գործող օրենսը գրքով քրեական դատավորության ողջամիտ ժամկետներ է սահմանված։ Ո՞վ է սահմանում։ Դա ո՞րն է ողջամիտ ժամկետը։ Ողջամիտ ժամկետը գալիս է գործի ծավալից։ Հիմա գործի ծավալից ողջամիտ։ Դա ծավալում է գործը։ Պետք է ավելի հաճախ իստեղ չէ նշանակվի, որպեսզի ավելի շուտ քննենք եւ հասկանանք։ Չէ, մի օր արտարացնում են մի փոքր տեղադրության գործը կարող է ողջամիտ ժամկետը 2 ամիս։ Այս կարգի գործի ողջամիտ ժամկետը կարող է 6 տարի, 5 տարի։ Օրինակ, գործի ողջամիտ ժամկետներն է, որ առաջին օրը պիտի ավարտված լիներ։ Վերեք բանալը ողջամիտ ժամկետ են խոսում, ես գործը այսքան խնդրանք առաջարկս հետևյալն է, քանի որ չգիտենք դատականություն գնալու են, թե չեն գնալու եւ դրա հետ կապված, շնորհավորենք դատականության նիստերի ընթացքի նշանակումը։ Եթե դուք ամենայն դեպս սկզբունքորեն չեք ցանկանում դատարանի հետ դատական նիստեր ողջամիտ ժամկետներ համաձայնեցնել, դատարանը իր ծանրաբեռնվածությամբ օրեր կնշանակի։ Եվ կծանոթացնի։ Միտքս հավատում եմ, եթե դուք ուղղակի ուրիշ կնշանակել, եթե sense նշանակելով գնան այլ դատական նիստերի հետ, արտակուրբան հələ կարելի է կարգավորել։ Շատ մեծ հավանականությամբ գործը դատականության չի հասնել։ Դուք ոնց որ պլանավորում եք, ես էլ իմ պլանավորումն եմ ասում, գործը դատականության չի հասնելու, որովհետև այս գործը չի կարող հասնել դատականության շատ մեծ դեֆեկտների պատճառով։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այս որոշումը համապատասխանում է եւ այլն։ Առաջարկս հետևյալն է, որ մենք քննարկենք նույն տեմպով ոնց որ անում ենք, մինչև դատականության նշանակելու փուլ, դատականությունը ասելու դեպքում կքննարկենք գրաֆիկը ինչ է։ Հիմա քննարկենք դատականության փուլում շաբաթը 1 ենք անելու, շաբաթը 2 ենք անելու, թե ամիսը 2 նիստ ենք անելու, կարծում եմ նպատակահարմար չի ու ժամանակի արդյունավետ օգտագործում չի։ Դատականության հասնելու նախնական դատալսումները կավարտվեն, կորոշենք անցնում են դատականություն։ Նախնական դատալսումները դրա համար դատարան ասում է, եթե մենք անցնենք նախնական դատալսումներով սահմանված հարցի քննարկումը։ Եվ եթե կանցնենք դատականություն։ Եթե ձեզ ընդհանրապես պատրաստվելու համար ժամանակ ունի, դատարանը 2 ժամ ժամանակ է տրամադրելու, պարոն Օրբելյան։ Ինչի՞ն։ Դուք օրինակ ընդդատության հարցի քննարկման համար։ Այդ եմ ասում, նախնական Պայմանական։ Նախնական դատալսումները քննարկելու փուլը, երբ որ կանցնենք ավարտենք, 11 գործողություն է նախատեսված, 11 կետերով, 11 գործողություն է նախատեսված։ Դա կարող է մի նիստով ավարտվի, կարող է 28 նիստով ավարտվի, չէ կարող կանխորոշել ինչքան է տևելու, որովհետև դա կարող է մի անգամից բացառիկ հայտնում, ուրիշ դատավորը գալիս, ուրիշ դատավորը բացառիկ հայտնում, երրորդ դատավորը գալիս է բացառիկ չի հայտնում, բայց բարձում անդատությունն ասխալ հետո հետո կարծման բավականին շատ հարցեր կա, չկանխորոշեն։ Կարող է ավարտում է նախնական դատալսումները մի ժամում, չգիտեմ, քիչ հավանական է, բայց տեսականորեն է։ Հետևաբար նախապատրաստելու մասին չի խոսքը։ Ասում նախնական դատալսումների ավարտին, եթե կավարտվի ու կանցնի գործը դատականություն, քննարկման առարկա դարձնենք այդ ժամանակ ինչ հաճախականությամբ, ինչ գրաֆիկով անցկացնենք։ Հիմա հենց այսօրվա նիստի մեր ժամանակը դրա վրա չստացնենք, մենք ֆիքսենք, որ նշանակեցիք մեկ շաբաթ հետո, մենք սրա վերաբերյալ դիրքորոշումը եթե չլինի, ուրեմն Պարոն Օրբելյան, դուք ևս ձեր խոսքում ասացիք, որ հնարավոր է 1 նիստով ավարտվի, հնարավոր է 28 նիստով ավարտվի։ Որ ավարտենք, հիմա եթե հաջորդական 28 նիստ մենք պետք է անցկացնենք, պետք է ասես այն նույն գրաֆիկով ինչ որ անում ենք համաձայնեցված։ Համաձայնեցված ամիսա 1-2 նիստ, ամիսը 2-ով կգնա, էլի մենք չենք մենք կանխատեսում։ Նորից եմ ասում, եթե օրենքը սահմանի լավ, բարձ է պարոն Օրբելյան, մենք 2 դատական նիստեր ունենք, դրանից հետո շաբաթը, եթե մենք շարունակենք գործի քննությունը, շաբաթը 1 հաճախականությամբ, եթե կողմերը դատարանի հետ համաձայնության կգան, դատարանը սահմանված հաշվետվականությամբ օրերին եւ ժամերին կնշանակի։ Եթե ոչ, դատարանը եթե շարունակի գործի քննությունը, եթե ինքնաբացակ չհայտնի, եթե
ընդհատությամբ այլ դատարան չուղարկի, եթե վարորդը չկարճի, իր կողմից ըստ իր ծանրաբեռնվածության սահմանված հաջորդականությամբ օրեր եւ ժամեր կնշանակի։ Սա իգիտություն, խնդրեմ, պարոն Խաչատուրով եւ